Կադրային փոփոխությունները ինչով եք հիմնավորում։ Այս տարուկ ես ընթացքում ես չկարողացա ձեզ բացատրել, որ դա աշխատանքային ռեժիմ է, ընդհանրապես աշխատանքային ռեժիմ։ Կադրերը պետք է փոխվեն, ոստիկանությունը առողջ շնչող կազմակերպությունը, այստեղ չեն կարող ուղղակի փոփոխություններ չլինեն։ Մարդ երբ երկար ժամանակ ինչ-որ մի տարածքում գործունեություն է ծավալում, գամաթայակամը որոշակի կախվածություն է ունենում, որոշակի շփման մակերես է ունենում, որ սովորություն է դառնում դա արդեն։ Այն ինչ կնկատի ուրիշ աչքը, սովոր աչքը արդեն սկսում է չնկատել։ Կամ էր աշխատանքի ձևն է։ Եվ բնականաբար պետք է փոխվել, նորոգել դա։ Նորոգել, նոր միտք բերել, նոր եռանդ բերել, նոր մոտեցումներ բերել։ Պետք չի դրան այդպես մոտենալ։ Նախ Ներսիկ Նազարյանի հետ կապված Ամսինի միջադեպերի հետ բախումների հետ են կապում, որ ինքը բախումների հետ արել, ինչը ձեզ դուր չի եկել, պարոն Գասպարյան։ Եկեք ամսի 9-ը թողենք հանգիստ, փառք Տիրոջը, որ ամսի 5-ին մենք չունեցանք այն ինչ արդեն մեր մոտ սովորությունները դարձան, ամսի 9-ը թողենք հանգիստ։ Նույնիսկ պաշտոնական հայտարարություն արեցին։ Ես չեմ կարծում, որ ով էլ որ լինի 10 տարի նույն պաշտոնում պետք է մնա, հատկապես երբ ես չեմ կարծում այդպես։ Դա չի կարելի անել։ 3-5 տարի դա ամենամեծ, դա անփոխարինելի անձի պայմաններ։ Չի կարելի դա անել։ Աչքը սովորում առնետ երևույթների։ Աչքը սովորում են կարգ ինչու փոփոխություն արվեց այն ժամանակ, երբ որ նոր միտք եւ եռանդ տրվեց, ինչու չէր արվում, այսինքն եւ երկար ես մնում նախաձեռնությունը մեռնում է։ Դա նոր մարդ, նոր նախաձեռնություններ, դրանք բարեփոխվում են, այդ բարեփոխման համար մտածելակերպներ պետք է փոխվի, նախաձեռնություն պետք է լինի։ Այնտեղ հիմնավորվել էր բիզնեսի, Ներսիկ Նազարյանի բիզնեսի եւ աշխատանքի անհատեղելիությունը, կարծես ինքը վաղուց բիզնես ուներ, պարոն ոստիկանաբան, եւ դա դες հայտնի էր։ Իհարկե ինձ հայտնի է։ Բայց ասենք ես այսպես եմ մոտենում, ես օրենքի մարդ եմ։ Բիզնեսը իր անձի վրա ձևակերպված չի, ես հասկանում եմ, որ սա օրենքի առումով նորմալ է, բայց մարդկային առումով ես ինքս ինչ չեմ խաբում։ Դա էլ կա իհարկե։ Դա էլ կա, պետք է կողմնորոշվել կամ ուզենա, թե չուզենա, ես էլ լինեմ, նոր պետն էլ լինի, նոր պետն, ով էլ որ լինի, 10 տարի դա հսկայական մեծ ժամկետ է, 10 տարի, անդադ նույն կոնտինգենտը շփվել է, անդադ ինչ-որ մի ստվար զանգված, նույն այդ գործերով, սենց այցելուներն են եղել, ինչ-որ աչքը սովորում է, սովորական է դառնում, չի կարելի ոստիկանությունում սովորականը հանդուրժել, մենք անսովոր մասնագիտություն ունենք, մենք պետք է ստեղծագործենք, մենք պետք է աշխատենք, մեր արտաքին ծառայությունը պետք է կանխատեսելի լինի, կան մարդիկ, որոնք շատ լավ աշխատող են, իրավիճակը փոխվում չեն կարողանում աշխատացնել, ծառայությունը փոխվում չեն կարողանում աշխատացնել եւ ընդհակառակ կաստվերում մնացած մի մարդ, որը իր խոնարհությամբ, համեստությամբ վրակյաց մնացել, նշանակում է տեսնում ես ծաղկում ամառ։ Այնուամենայնիվ այդպես պետք է լինի։ Ես չեմ կարծում, որ մեր հայկական իրականության մեջ ոստիկանները պետք է անշարժ գույք դառնան։ Իմ չէ, որ առաջին իսկ օրվանից ես սկսել եմ անշարժ գույքերից, սկսել եմ զբոսաշրջիկներից։ Դա ինքնահաստատման խնդիր գոնե իմ պարագայում ես չունեմ։ Ես ունեմ, որ համակարգը ինքնահաստատվի։ Իսկ ինքնահաստատվում անանով, որ պետք է այնուամենայնիվ երկարակյացությունը չլինի։ Մթնոլորտը փոխվի ուրիշ տեղ դրսևորի իրեն, որ պետք է այնուամենայնիվ դրվի կանխատեսելի եւ անկանխատեսելին ով պետք է լինի։ Սկզբունքներ են, որ եթե մենք, եթե այսօրվա ոստիկանությունը հասարակությունից մի քայլ, 2 քայլ, 3 քայլ առաջ չլինի, վայ մեր ոստիկանությանը, վայ հասարակությանը, որտեղ հասարակությունը զարգացում կարող է ապրի, երբ արդարությունը առաջից է գնում։
Պետք է կարողանանք դա ապահովել, իսկ դա ապահովելու համար պետք է անենք քայլեր։ Եվ վերջին հարցը։ Լրատվամիջոցները Վերջին հարցս էլի։ Սենսացիայի համար։ Այսքանի օրը հենց պարոն Կարապետյանի ներկայությամբ եմ ասում, պարոն Կարապետյանի պաշտոնավարության հենց սկզբից տարածվեցին ամբողջ համացանցում լուրեր, թե նա ինչպես է խոշտանգել մարդկանց, ինչպես է խոշտանգել Գրիշա Վիրաբյանի։ Պարոն Կարապետյանի խոշտանգումների մասին վաղը պարոն Կարապետյանը ես կարծում եմ հարցազրույց եւ մեկնաբանություններ կանի։ Դուք ինչպես եք վերաբերվում։ Ձեզ համար արժանահավատ են այդ։ Ինչ եք կարծում, ես մարդ եմ, որ չի տիրապետում ինֆորմացիա։ Ինչ է դուք կարծում եք, ես մարդ եմ, որ կարող եմ նման նշանակում անել եւ ինքս ինձ ակասել։ Լրատվամիջոցը դա կարող է այդպես պատմել, այդպես ներկայացնել։ Մտածում եք, որ ես կարողանաց քննելու առանց հասկանալու, սենց ինչ-որ որոշում կայացնել։ Ես շատ լուրջ եմ մոտենում շտոնի։ Ես մեծ գերատեսչության ղեկավար եմ, ես չեմ կարող թեթևամիտ որոշումներ կայացնել, ցանկության դեպքում չի կարող խոսքը հակասել առանց գործի։ Իհարկե մաքուր է, իհարկե չկա, իհարկե ստուգվել։ Ինչ եք կարծում, ես մի քանի ժամ թողեցի կադրերի տակ, ինքը գիտեր որ մնալու է կադրերի տակ, ես թողեցի կադրերի տակ, որ ինչ կար ծաղկի մի հատ, հասկանամ ինչ է կատարում, ծաղկեց, ճշտեց, Ասում դա չի անպատասխան իրական։ Իհարկե չի անպատասխան։ Բա Եվրադատանի վիճերը։ Մենք գիտենք ոնց կարող ենք մեր եվրոպացի գործընկերների հետ մի բան խոսել եւ մի ձև աշխատել եւ այդ աշխատանքը ներկայացնել այնպես, որովհետեւ եթե իրանք այդպես չներկայացնեն, հանկարծ կարող է մտածել, որ իրենք ազնիվ չեն։ Դա համար ստիպված ներկայացնում են այդպես, մենք չէ որ գիտենք այդ տեխնոլոգիաները։ Եվ ես այն մարդկանցից չեմ, որ որոշում կայացնելու համար պատասխանատվություն չկա։